Նկատել եք, որ գրեթե բոլոր երկրներում ազատությունը, իշխանությունը, ուժը խորհրդանշող կոթողները պատկերվում են կանանց տեսքով, չնայած այն բանի, որ պատվանդաններից ներքև հաճախ սահմանափակվում են կանայք ու կանանց իրավունքները։ Եկեք միասին գնանք Նյու Յորքի ազատության արձանի մոտ, տիկին ազատությանը հասնելը հեշտ չէ, բայց արժի։ Այն գտնվում է Լիբերթի կղզում, իսկ կղզի պետք է հասնել նավով, բայց մինչդեռ ես պատրաստվեցի լուկ ընտրեցի եւ մետրոյով հասա Բեթրի Պարկ, որը Մանհեթենի ծայրամասում է։ Քեզ ամեն կողմից ուղղորդում են, այնպես որ չես կորի։ Հետո մեղմ ասած երկար հերթ եմ կանգնել, չնայած այն բանի, որ աշխատանքային օրերում մտածում էի ավելի քիչ մարդիկ կլինեն։ Բարձրանում ենք նավ բազմաթիվ ստուգումներից հետո ու էլի հերթ կանգնում։ Նավի բացօթյա հատվածից կարելի է տեսնել Նյու Յորքն ու հիանալ դրա գեղեցկությամբ, մի քիչ մրսել ու սիրուն վիդեոներ ստանալ։ Մոտ 20 րոպեից հասնում ենք կղզի, որտեղ տիկին ազատության շունչն է, ամենուր մտնում ենք տրամադրության մեջ ու փորձում հնարավորինս վայելել։ Եթե ինչ սա Ֆրանսիայի նվերն է ու քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին որպես բնորդուհի ընտրել է իր մայրիկին։ Արձանի վրա գրեթե բոլոր դետալներն ունեն բացատրություն։ Այն անասելի հսկայական է ու կանաչավուն գույնը ստացել է ժամանակի ընթացքում ու առանց մարդկային միջամտության։ Սկզբում պատված է եղել պղնձի բարակ շերտով։ Ահա այսքանը։